Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, էլի ֆորմա աջերդես հագել եմ, ուզում եի ասեմ կամբիզոն, մի հետևորդ մտել երևի հատուկ դրա համար գրել էր կամբիզոն չի, կամբինիզոնա։ Կամբինիզոնս հագել եմ հարգելիս։ Ու էլի գնում եմ այգի։ Բացի այգին, այսօր ունենք նաև լավ սիրուն մի գործ, որը ձեզ ցույց եմ տալու։ Թաթուլը ինձ մարծախ կամանա սարքեմ ավտոյի ակից, պագրիշկից։ Ուրեմն նվեր եմ ստացել, այն մի հոլովակում ասել եմ ու շնորհակալ եմ շատ, որ նվիրել եք։ Քամին տոպրակս չտանի կներեք։ Ասել եմ այն բարձրանող վարդից դե առանձին ա դրված, ինձ թվում ա յուրաքանչյուրը մի գույն ու կամ մի ձև ա։ Հիմա չգիտեմ, սա բերեմ, այնտեղ հենց հողի մեջ դնեմ, թե այս ակից, որ սարքմա թաթուլը հենց դրանց մեջ առանձին դնեմ։ Չեմ կողմնորոշվում դեռ, բայց մինչև սարքի անպայման կկողմնորոշվեմ ու հենց սարքի արդեն միասին կբերենք, հող կլցնենք, սա կդնենք, կջրենք ու կասենք գեղեցկացրում էր տարածքը։ Բացի վարդը, այսօր նաև ես իմացել եմ ամեն ինչ, որ ցանում են, թողնում են այդպես մեկից սերմ են վերցնում, բայց փաստորեն գազարը այդպես չի։ Գազարը չես կարա, այդ մի գազարը հողից չհանես, թողնես, այդպես սերմ տա, կամ կլինի ու լավ սերմ չի լինի։ Ուրեմն, անցած տարվանից հանած գազարը, որոնք արդեն այսպես ուզում են ծիլ տան, սա դնում ենք հողում, ծածկում ենք, այս պոչի մասերն ենք թողում դրսում, ոնց որ հողում ա լինում, ու այդպես թողնում ենք, քանի այս վերևը աճում ա, փայտ ենք դնում մոտն ու կապում ենք, ինչքան աճում ա, այդքան կապում ենք ու թողնում ենք այդպես մինչև տարվա վերջ ու արդեն վրայից տեսնում ենք, որ տարվա վերջի նկատի չունեմ դեկտեմբերի 31-ն էլի, վարուցանքի վերջը, արդեն այս պոչերից երևում ա, որ ինքը չորացել, սերմը հասունացել ա, վերցնում ենք, տրորում ենք, մաքրում ենք, սերմն առանձնացնում ենք, մյուս տարվա համար չոր մի տարայի մեջ պահում ենք։ Դե ինչ, մեզ լավ օր, ղոչախ գործանենք, ձեզ էլ բարի դիտում, գնացինք։ Սիրելի հետևորդներ, ես էլ մրապագա ծաղկամանը, իհարկե սա այս տեսք չի ունենալու, ես այնքան սիրունացնելու ենք, որ էլ չասած, բայց այնքան ձևեր կան, որ շատ սիրուն են, ուղղակի լավ սուր կտրիչ ա պետք կամ լոբզիկ են ասեմ, լոբզիկ ա պետք, որ հեշտ առանց կռների միսն ուտիլ կոտորեն ու հավասար լինի, ավելի սիրուն լինի մի խոսքով։ Այդ ծաղկամանը, այս մեր այգին, այս մեր գյուղը, իմիջայլոց, չգիտեմ, ես վերջերս ասել եմ թե չէ, բայց սկզբի հոլովակներում հաստատ ասել եմ, այսա սա անեմ ու ցույց տամ։ Այ այնտեղ Անդրանիկ Օզանյանի արձանն է։ Սարի ճանապարհով նավուր մտնելիս այդ արձանն է ձախի վրա։ Հայաստանում չափերով ամենամեծն է, շատ սիրուն տեղ է։ Մատոս կտրես ու ոչ մնացածը ես էլ իսկական փեչ կրցնիլ ռեզինն է։ Ես էլ ջուրն է։ Մալադեց։ Մուսկուլ դես քիցիլ էլի։ Պրովութ են։ Փաստորեն իմ գործ չի բացարձակ։ Ես էլ ասի թաթուլը գործիքին է չէ շինիլ դե։ Արա կսարքես։ Հա կշինեմ Արտուր ինքը կանչեմ կկեք դրսի։ Հանդրան ենք պտտիլ դայստյան թրմի։ Սիրելի հետևորդներ, այդ ատհակ պագրիշկի հետ կռիվանիլով թարսեցին։ Հիմի մինչև որոշել էինք, որ այդ ձև երկու հատ սարքենք։ Ոյ, ցախերեն հաթևոր ինգնի։ Որոշել էինք երկու հատ սարքենք, երկու պագրիշկա ունենք, անիվ,
Երկու հատ առանձինը շատ ցածր են լինելու, որոշեցինք, որ առանց կտրել են մեկի վրա դնենք, հեսա կմոտիկանամ ու ձեզ ցույց կտամ ոնց որոշեցինք ու ոնց ենք սիրունացնելու։ Հիմա եկել եմ այգիս նորից ջղայնանամ, որովհետև շուն եկել է ոտնատակա տվել ծոնոցս։ Ոնց որ ղաստի, ինադու, դիտավորյալ, գան ու ցանաստեղերը կողտան։ Բայց ես դրանց ինչն եմ ասել։ Հիմա եկել եմ, հիշում եմ, որ այնտեղ ներքևում գազարն է, այս գազարի սերմակալները դնում եմ հենց գազարի ցանված տեղը։ Գնացինք։ Տեսեք, սել հուշուն չի, արջի թաթեր ունի, տաքսածին։ Տեսեք, հլը ցանածրյանս ոնց է կողտվել։ Այ դրա Մարիաս, մայ մի ջերմոցի տեղ ասեցեք, մի ջերմոց սարքողի տեղ ասեցեք։ Մի երկու տեղ հետաքրքրվեցինք, տեսանք արդեն ուշանում այլ չենք հասցնի, թողեցինք, բայց մյուս տարի անպայման կունենանք։ Էս էլ բոլոգներս։ Ամենաարտահայտվածը սրանք են։ Մնացածը դեռ սուտ մոտ, տենց որ ասեմ, լավ երևում են, չեն երևում։ Էս է սոխը սա, այնքան էլ անձրև եկավ էս երկու օրը, որ սկի հատ չեմ էլ ջրել, տեսեք։ Լավ ոնց է կողտվել, հրամել ես անշնորհքը։ Են մի անկյունում երևի դնեմ, որ մեծանա բոյովանա իմ մնացած գործերին չխանգարի։ Էլ քանի որ ծածկում բացում եմ, ցելոֆոններն սկի չեմ էլ հավաքում։ Այս կողքի խոտերն էլ արդեն պիտի քերվի, մաքրվի, էսա կբարձրանան ու ցանքսերիս վրով կընկնեն։ Մի խոսքով արդեն այգում ամենօրյա գործ անելու է, եթե իհարկե եղանակը թողում է։ Չնայած չեմ մոռանա, բայց բերում եմ մոտնել մի հատ փետ եմ ցիցանում, որ իմանամ, որ հաստատը տեղ էր։ Եթե հանկարծ լրիվ անջատվեմ էլ, գոնե փետով հիշեմ էլի։ Այդպես գնամ փետը բերեմ ու նոր շարունակենք։ Ժողովուրդ, էս մեկ, էս էլ երկուս։ Էս էլ իրանց մոտ մի հատ փետ։ Ահա կբարձրանան սրանք, այսպես երկարելու է, գա փայտից սլա բարձրանալու։ Կկապեմ ու կթողեմ, որ չորանա ու լավ սերմ տա։ Իմիջայլոց հետևորդնիս են հիշացրել, որ սամիթ ու ծիտրոն չեմ ցանել։ Ծիտրոնին մենք ասում ենք մսի այանք։ Բայց մսի այանքը ծիտրոնը կարող է միանգամից սածիլները առնեմ ու դնեմ, որովհետև մի քիչ խնդրով բաներ են էլի, եղանակը մի քիչ վատնա լինում, իրանք միանք շուտ հիվանդանում են, լավ չեն բերք տալիս։ Հիմա այստեղ էլ սամիթը ցանեմ, այս չփարիս վերևի մասում էլ կցանեմ բազուկը։ Մեկն էլ վայթ եմ գրել էր, երբ ուզում ես ցանի մին ամեր կողքին բազուկ չիլում, բերք չդիտան։ Շնորհակալություն։ Շատ լավ ոգևորում եք։ Սիրելի հետևորդներ, սամիթի սերմը ձեզ ցույց տամ։ Սամիթի սերմն էլ եմ ճանաչում, ճիշտն ասած, բայց լեի թեզաբորնա բարձ ավելի Այսպիսին է սամիթի սերմը։ Հիմա սա էլ գցենք հողի տակ ու այս մի գործից էլ բրցնենք։ Սերմը տանել բերելուց ընկնում այգում ու կամ թեկուզ արդեն բռնած վաղտ քամուց այդպես գնում գալիս է, մյուս տարի դուրս է գալիս։ Դա կլինի համեմը, կինձը, կլինի պետրուշկեն, մաղադանոսը, կլինի սամիթը, ինչ եմ ուզում ասեմ։ Հնարավոր է, որ այսպես ցանելով սամիթը դուրս չգա։ Ասում են ընդհանրապես, որ կարտոֆիլ ես ցանում, տարարանքներում սամիթի սերմ շախտուր, թողարանքում դուրս գա էլի, բայց քանի որ կարտոֆիլն էլ թոխա ենք անամ, մոլախոտերից հանում, մինչև կարտոֆիլը դուրս է գալի, սամիթն էլ մի փոքր սկսում է երևալ, դե այսպես չես ջոկի էլի, որնա մոլախոտ, որնա քոցանած սամիթը, հետը կտորում թափում ես։ Դրա համար ավելի լավ է առանձին այսպես մի հատ ասում ենք լաքեր անենք, լաքեր սարքենք, սամիթը դուրս գա սիրուն, որ բոլոր կանաչիներից էլ են ագանք, քաղենք, բայրնակ չի այդ վաղտը, վարունք
լոլիկ վարուն գլինի, կանաչիներն էլ լինեն, քաղում ես, կտարատում ես, խառնում ես իրար, մի թեթև պտղունցել վրեն աղես լցնեմ ու վсё, գնա գալիս եմ, էլ ինչ ճաշ, ինչ բան, ու մի հետև որ 12 ջան մի չարչարվի այդպես ցանածը ծածկելուս, այ այսպես մի սետկի մեջ հող լցրու ու այսպես մաղի վրեն, համ մանրնա գնամ, համ էլ լավ ծածկվում է, լեի թե դուզ ասել, բայց ես չտեսի նման շատ եմ լցրել ու ծանր էլի, ստացվում է, որ քիչ լցնես մեջքիդ այդքան զոր չի լինի, բայց դա է, ու տեսեք ինչն է առանձնանում, գնդակնի, տեսա էլ է հողելի ուղակի, ես էլ էսպես, էդ էլ ցանեցինք, հիմա իսկապես շատ են ասեմ բազուկի համար շուտ է, ճիշտն ասած ուզում եմ մի քանի հատ ցանեմ, որ համոզվեմ, շուտ է թե չէ, մեկ էլ ասում եմ դետա, որ ասում են, ուրեմն գիտեն, որ ասում են էլի, լավ, եկեք գնանք մեր ծաղկամանի մոտ ու ներկենք սիրուն, իմ խլամները հավաքեմ, չթողեմ էստեղ, սամիթիս սերմից ավելացավ հետս վերցնեմ, ու գնացի, օպա, ես իմ ինչ որակ յալ կրասկեք չի, ուղակի կարամ հավետս կտրեմ, կանս սրսրած, չգիտեմ որ թվի գրասկայա, բայց դրսի գործի ձերքը տա էլի երևի, ենքան որ անձրև չկա չորանա, թանձրացել է կամ թանձրել եղել է, մի քիչ էլ ռաստվարից էլ ենք գցեմ, օյ, ահա, պիսո են ինչ հալել, Ենքան խառնում ենք, որ կրասկեն լուծվի, ռաստվարի ձելի հետ, բացվի, բայց փաստորեն, ես ծանր գործից փախա ասեցի, Թաթուլ ջան դու ես ստեղ տեղադրի նոր տեղեր գնամ, ես խի առակցյա տալի, ես խի ապեջպեջում, դա յալեմ, եսա կտնանք, բայց ավելի լավ էր դա տարգ լիներ ես բանանեի, թեքեի իմ ուզած ձև ու նոր կրասկեն գսեի, լատենամ ինչ ասում, կարող առաստվարից էլը շատ լցրի, լավա լավ, լեի պոլ եմ կրասկակիսը մետա, Ժողովուրդ հոգնեցի, մի քիչ սպասում եմ են սպիտակը չորանա, ուզում եմ վրեն սիրուն նախշեր անեմ, մի ուրիշ հին կրասկայել ունենք, լատենամ թե չորացել չի, սրա գույնը, սա արդեն երանգունի էլի, հա, բոլա,
Հենց սրա մեջ էլ կբացեմ, մի քիչ ռաստվարից էլ լցնեմ ու մի լավ խառնեմ։ Սրանով էլ այդ սպիտակի վրա սիրուն, եթե կարամ ծաղիկնի անեմ սիրուն։ Թաթուլն էլ մի հատ թեզա չոտ կա տվել, որպեսզի սպիտակը մեկ էլ սպիտակը չկարմիրոտեմ։ Վաու, այս ինչ գույն է։ Պամադիս գույնի։ Չի մազերս։ Մազերիս ծերերը կրասկոտ եմ արել։ Այ, որ աբադոկս չմորանայի, այդպես չեր լինի։ Հա, բայց ես մի ինչ նկարեմ, այ այդ չեմ գիտեմ։ Ծաղիկներ, բա ես որ օրվա ծաղիկ նկարողն եմ, էնել ես մեծ չոտկով, գոնե փոքր լիներ։ Իսկ եթե ուղակի պուտիկներ անենք, գարոշկեք անենք, շրջանաձև, այսպես փոքր կլոր, այնուամենայնիվ փորձենք, դե տնանք ինչ կստացվի, խիստ չդատեք էլի, նկարչությունը ինձանի ենքան է հեռու, չծորաս, հոպ։ 3 4 5 բացորմա սիշտերև ձեզմա շատակիշ տակացիկ կյամ տնամ շատակիշ հասկիրևում չեմ էնա ավելի սիրում փորձենք լավ մի հատ տերևը չծորած դե երկու հատ 3 հատ 4 հատ այս էլ 5 հատ չքան է սիրուն ծաղիկ դե լավ էլի Բայց սիրուն է, գիտեք ոնց անեմ, ասա որ գիտեմ ասարա էլ, ինչ գիտենք, ես մին, ես 2, ես 3, արևը դվկայա, ես 3, ես էլ 4, ես խեմ ես կան, չլմ սուզ, Մամաչքի, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ոյ մամաչքի, ու մեկ էլ չգիտեմ էստեղ ինչ ծաղիկ եմ ցանում, հա վարդերս մոռացա դնեմ, գնամ վարդերս էլ դնեմ ափսոսա, ուզեցի էստեղ վարդերը դնեմ, հնել Թաթվնայ չէ էլի, դեղեն որ ուրիշ ձև ծաղկում են են ծաղիկներից, չիմացա այդ որնա, բայց այս չի հալավ, չրճարվել ես ծաղկամանշին էլ, թող կուզածով լի, գնացինք, օպաս, քանի որ ասել էի, հենց որտեղից որ ասել էի, որտեղի համար եմ վարդ ուզում, այնտեղ էլ կդնեմ, էստեղ վերև, մոլախոտերից մաքրեմ ու այգու չափարի եզրով դնեմ, որ եթե ստացվի բախտ վիճակվի ու կպնի, 2 հատ ուրիշ է, բայց ես մինի տակից ոնց որ չոր լի, 2 հատ մի տեղեր փաթաթած, մի հատ մեծը մի տեղ, տանում եմ դնեմ հա իմիջայլոց, շատ ապրեք, էսով որ տվելա չեմ իմանում,
Այնքան շատ են խոստացել, որ կտան, ու ես չեմ հիշում ճիշտն ասած, էլի խոստացած մարդկանցից ով ա տվել էս վարդը, ով ա ուղարկել ինձ համար Բերդից։ Շնորհակալ եմ շատ։ Հաշվեք, որ գիտեմ ու հենց ձեզ եմ ասում շնորհակալություն։ Մենակ ձեզ չեմ ասում, սաղին էլ ասում եմ, մենով տվել չի նրան էլ եմ ասում, այ քեզ բան։ Սիրելի հետևորդներ, այստեղ մանուշակել եմ դրել, ասել եմ նախկին հոլովակներում, իսկ վերև իմասում ծաղիկն եմ ցանել։ Հիմա ինձ թվում է, որ առանձին դրված էր, տարբեր գույներ են, դրա համար, որպեսզի չխառնվի իրար, սա կդնեմ այս մի կողմին, մյուսը կդնեմ այն մի կողմին։ Աստված տա, եթե կպնեն ու մեծանան, հետո ուզենամ կտարածեմ ամբողջ այգու եզրով մեկ կդնեմ։ Իսկ այստեղ եթե մանուշակին խանգարի, մանուշակի տեղ չէր սա էլի, այնպես սարքած ծաղկամանների մեջ կտանեմ ու մանուշակս կտեղադրեմ։ Ուզում եմ ասեմ, դժվար չի տեղափոխելը։ Մի լավ փորում եմ, փխրեցնում եմ, հողի տակն էլ այնքան թաց է, բայց իհարկե ջրելու եմ բոլոր ցանքսերս ու որպեսզի պաշտպանեմ շների ոտնատակ տալուց, կող տալուց ուզում եի ասեմ։ Անպայման ծածկում եմ, ծածկած վաղտ չեն գալի, վրով չեն անցնում։ Վարդն էլ դնում ենք ու մի լավ ամրացնում ենք, մի լավ կկպնես էլի, խնդրեմ եմ։ Սկզբի վաղտերը, որ այգին մշակում էինք, այստեղ մի 7-8 տեսակի վարդ ունեի ու այնքան էլ սիրուն էին, լավն էին շատ։ Մի անգամից արմատակալած իրա թփերից էի վերցրել ու դրել, բայց որ տարիներ շարունակ էս վերևի մասը մանավանդ չմշակեցինք ու անընդհատ այն հատվածը, որով որ գնում գալիս ենք խոտը բարձրանում աբերեցինք, դեղսը ռսկեցինք, երևի նրանցից նրա ազդեցությունը վարդերին էլ էր հասել ու անհետացել, վերացել է։ Չնայած ինչն էլ չմշակես վերանում է էլի։ Ոյ մամաչկի, ես էլ էստեղ։ Նոր դրածները պարտադիր ենք ջրում, դե ու քանի որ զբաղված ենք, միևնույն է, այս գործողությունն ենք անում, այնա մնաց հասնել հետը, բայց դե կարևոր է, որ նոր դրված կլինի դասածիլ, կլինի դասեր, անպայման շատ չփչփան, հետպես ոնց ենք ասում, ջանը դինջ մի լավ ջրենք։ Կոտեմ, համեմ, մաղադանոս, հազար, ռեհան, ինչ մտքրներովս անցնում է, ինչի սերմ ճարում ենք, հողի տակ ենք գցում էլի ժողովուրդ։ Տեսա խցիկիս վրա չգա մենակ։ Բայց բոլորի համար ծածկելու ցելոֆան չունեմ։ Այս հիներս ծածկեմ ամեն դեպքում։ Ես քո շունիկ ես, թեփիսո ես, ինչն եմ ասել, սա հարամել ես, այա բուշ ցանքսերս։ Շնորհքի իմ։ Թաթում ջան առնիր, մի քիչ մեծ կառնիր էլի։ Չի հերիքում, ոչ են մի ձև, ոչ ես մի ձև։ Լավ, ինչքան հերիքում ապերեմ, ծածկեմ,
Այսպես։ Օպաս։ Սրանք ծլելու։ Հույս չունենք ծլելու։ Ես կարող է ծլեմ, հա։ Մի երկու կանաչա երևեմ կարող է, բայց դեռ հույս չկա։ Սիրելի հետևորդներ, այսօրվա այգու գործն էլ ավարտեցի, հետագա այգու հոլովակներում, ցանքսերի հոլովակներում կլինեն կարտոֆիլ ցանել, բազուկ ցանել, եգիպտացորեն ցանել, լոբի ցանել, չգիտեմ, ուզում եմ ուրիշ ձև ծաղկամաններ էլ սարքենք, որպեսզի այս մեր տարածքը մի քիչ ծիրունանա, շատ անմխիթար վիճակում է, որովհետև վաղուց այս տարածքները հասանելի չի եղել մաքրելու, գործանելու, տեխնիկան, որ բերեցինք, արդեն տների կողքերը մաքրեցինք տրակտորով, արդեն մի քիչ հավեսներս տեղի եկավ, որ հնարավոր է ինչ-որ կերպ, ինչ-որ գործեր անել, ու ինչպես տեսնում եք, այս տարի անում ենք ու ներկայացնում եմ նաև ձեզ, որպեսզի իմանաք ինչով ենք զբաղվում ու ոնց հասկանում եմ ձեզ էլ դուր է գալիս, սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով։